Մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ այստեղ Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Սկսենք փաստից, որ Երևանից այսօր նույնպես Սպիտակ տնից հայտարարություն եղավ եւ բոլոր լրատվամիջոցներն են դրան անդրադարձել, որ մոտավորապես այսպես Միացյալ Նահանգների համբերությունը սպառվում է Իրանի հարցում, շատ կարճ ժամանակ է իրենց տրվել արդեն, որպեսզի պատասխանեն Միացյալ Նահանգների պահանջներին։ Հիմա ինչ պիտի տեղի ունենա արդեն Չնայած մյուս կողմից էլ ասում են, որ իրենք այնպիսի զենքեր ունեն, այնպիսի զինատեսակներ ունեն, որոնք նույնիսկ դեռ չեն գործարկվել եւ նրանք դրանք կօգտագործեն այդ բանի դեպքում։ Դուք տվել եք, որ իրանք սկսել են փողոցային ցուցադրումներ հանրային կազմակերպել Իրանում։ Կադրերը վերցրել էի, բայց չէի խորացել ինչ։ Ուզում են ցույց տան, թե իրենք դեռ բան ունեն։ Տեսեք, կան հետարքիր իրավիճակ այստեղ կատարվում, որ պետքա զգուշ մեկնաբանել, ինչու։ Ուրեմն այսօր տարածվեց այսինքն հեռախոսազրույց է տեղի ունեցել Բենջամին Նեթանյահուի եւ Թրամփի միջև։ Ըստ այդ հաղորդադրության Բիբի Նեթանյահուն Թրամփի հետ կոշտ հեռախոսազրույց է ունեցել եւ բողոքել է, որ չի կարելի այդպիսի պայմանագիր կնքել Իրանի հետ եւ ընդհանուր մամուլից այսպես արտահոսք, այսպես ասենք, իբր արտահոսք, ասում դրա համար զգուշ խոսեք, ինչի։ Ըստ մամուլի, միջազգային մամուլի կամ ամերիկյան մամուլի արտահոսքի, Նեթանյահուի հիմնական պահանջն է, որ Միացյալ Նահանգները ստորադասում է Իսրայելի շահերը եւ ըստ էության ոչ թե գնում է նորմալ, այսպես կարգավորման հիմնարար լուծման, այլ գնում է խնդիրը հեռացնելու տարբերակով, այսինքն այն ինչ որ պատրաստվում են ստորագրել, դրա մեջ ըստ էության ըստ այդ ակնարկների չի մտնում Իսրայելի, այսինքն Իրանի բալիստիկ ծրագիրը, որը ուղիղ սպառնում է Իսրայելին, բայց որի մասին Թրամփը խոսում էր բազմիցս, եւ կներեք բալիստիկ ծրագիրը ուղիղ կապված է նաեւ միջուկային ծրագրի հետ։ Ուրեմն ըստ մամուլի իբր թե Նեթանյահուն, ինչ եմ ասում իբր թե, հեսա կհասկանաք, իբր թե Նեթանյահուն բողոքել է, որ Հեզբոլլահի ֆինանսավորման դադարեցման մասին պայմանավորություն չկա եւ պրոքսիների ֆինանսավորման մասին, այսինքն պրոքսիները կշարունակեն գործել եւ դա ձեռնտու չի Իսրայելին եւ նաեւ միջուկային հարստացված ուրանի անպայման վերցնելու, այնտեղ արդեն շատ Դա ասում են կարմիր գիծ է Ամերիկայում անպայման։ Հա, հենց դա, տեսեք նյուանսը ինչումն է։ Բայց այստեղ տեսեք, այստեղ էլի նոր պետք է լիներ, որովհետեւ այնտեղ մի քանի տարբերակ կա, օրինակ ուրանը Ռուսաստան ուղարկելու տարբերակ կա, ուրանը Միացյալ Նահանգները ուզում է ուրանը վերցնել։ Այստեղ ինչի եմ ասում, որովհետեւ տեսեք, օրինակ Իսրայելը կարծես թե դեմ չի այն տարբերակին, որ Ռուսաստան ուղարկվի ուրանը։ Եվ այ կարծես թե ես չեմ պնդում, այսինքն որոշ վերլուծաբաններ համենայն դեպս ասում են, թե իրենց համար դա վատ տարբերակ չի, որ գոնե Իրանից դուրս հանվի, ուր էլ որ գնա, այսինքն գոնե Ռուսաստանի պարագայում իրանք դեմ չեն, ինք համարում են դա տարբերակ։ Միացյալ Նահանգները, որքան հասկանում եմ Թրամփի պարագայում, դա լավ տարբերակ չեն համարում եւ որքան հասկանում եմ կամ Միացյալ Նահանգներ կամ Միացյալ Նահանգների մատնանշած երկիր պետքա դուրս բերվի այդ միջուկային ուրանը։ Գուցե Պակիստան։ Չեմ կարծում, այս շատ լավ հարց տվեցիք, ուրեմն վերջին շրջանում հետաքրքրական մի բան, Պակիստանի հանդեպ Միացյալ Նահանգները հետական անգամ հիասթափվել են, ես ձեզ ասեմ իրականում այսպիսի բան կա ինչու, որովհետև նախ Պակիստանի տեղեկություններ են հայտնվել, որ Մունիրը, նույն այդ գեներալը, որը մարշալը, որը զբաղվում է հիմա էլ Թեհրանում է, գիտեք որ բան։ Այո, ինքը սխալ տեղեկություն է հայտնել իրանական ցանկությունների հետ կապված Միացյալ Նահանգներին։ Այո, այդպիսի տեղեկություն։ Դրա համար են այդպես գրկախառնվում այսօր Արաքչի հետ։ Այո, այսինքն ինչ է դա նշանակում, որ ըստ էության Պակիստանը նպաստել է, որպեսզի Իրանը ժամանակ ձգձգի եւ հենց Միացյալ Նահանգները պատրաստվել է հարվածել, Մունիրը ասել է, օ, իրանք համաձայն են այս պայմաններին, Թրամփը դրա համար ասել է, իրանք կառուցողական են, հիշում եք այդ որ անդադ պոստեր էր դնում, որ ավելի կառուցողական են, եւ ըստ տեղեկությունների Պակիստանը նպաստել է Իրանի ժամանակ շահելուն, այսինքն տակից գործել է Իրանի օգտին։ Հիմա հետաքրքրական մի բան, ես չգիտեմ, դուք տեղյակ եք թե չէ, կամ մեր հետևորդներից ոմանք կարող է տեղյակ լինեն, հիշում եք Ուսամա Բեն Լադեն այդպիսի մի հայտնի կերպար կար Ալ-Քայդայի Օբաման, որը վերացրեց, եւ եթե հիշում եք, որ երկրում վերացվեց Ոսամա Բեն Լադենը, Պակիստանում,
Պակիստանում, այո։ Ուսամա Բեն Լադենը վերջին տարիներին, վերջին մի քանի տարին ինքը ստեյության 911-ից հետո մի քանի տարի անց, ոնց որ կարծես թե այսպես կիսաթոշակ, որովհետև ինքը արդեն իրականում չէր վերահսկում Ալ-Քայդան։ Ալ-Քայդան այնքան էր ճյուղավորվել, որ բոլորի վրա վերահսկողություն չուներ։ Եվ ըստ էության, կարծես, այսինքն իրեն վերացրեցին այն ժամանակ, երբ որ ինքը արդեն դες կիսաթոշակային վիճակում միտեղ Պակիստանում իր համար դղյակ էր կառուցել, Պակիստանի մասշտաբով դղյակ եւ այնտեղ պահպանվող տարածքում անգամ տնից դուրս չէր գալի եւ այլն։ Եվ բազմաթիվ տեղեկություններ կան, որ Ուսամա Բեն Լադենին Միացյալ Նահանգները իր ամենաակտիվ ժամանակ փորձել է մի քանի անգամ վերացնել եւ այդ ընթացքում պակիստանյան գաղտնի ծառայություններին գումարը ահռելի միլիոններ հատկացրել Միացյալ Նահանգները եւ պակիստանցիները խաբել են բազմից ավելին շատ ժամանակ տեղը ասել են, մինչև ամերիկացիները օպերացիան սկսեն, իրենք իրեն հանել են այդ տեղից։ Հասկանալի է։ Երկրորդ մասում շարունակենք։ Վտանգը արկա է։ Այո, բայց հիմա երկրորդ մասում շատ կարևոր բան եմ ասելու Նեթանյահուի հետ կապված։ Գնանք գովազդային դադարի։ Խորհրդային Հայաստանի ամենաաղմկահարույց կողոպուտը, հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Վերլուծություններն շարունակվում է RTN-ի եթերում արգելի հեռուստադիտողներ, կարծեմ Արմենը ուզում էր ինչ-որ բան ավելացնել։ Թեման, Պակիստանի մասին խոսեցինք, ինչու որտեղ ես ուզեցա ներկայացնեմ, որ Պակիստանի դերակատարումը Միացյալ Նահանգների համար երբեք միանշանակ չի եղել եւ այնպես չի, որ Միացյալ Նահանգները դառը փորձ ունեն եւ լավ գիտեն եւ այս անգամ էլ ըստ էության պակիստանցիները իդեպ բավականին ես ես ասեմ այդ տարածաշրջանում իդեպ ես այս վերջերս այդպես մի փոքր հետաքրքրվեցի, զարմանալ էի ինձ համար, բայց նույն Հնդկաստանը, Պակիստանը բավականին լուրջ հետախուզություն ունեն։ Հատկապես գիտեք այդ Աֆղանստանն է Պակիստանի կողքը, այդտեղ եւ Հնդկաստանը նույն Աֆղանստանում բավական լուրջ հետախուզական գործունեություն է իրականացնում։ Դրա համար էին պակիստանցիները մեղադրում հնդիկներին, որ այդ բախումները սահմանային Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ իրենք են հրահրել, Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ։ Հիմա տեսեք, բայց հետաքրքրական ինչու՞մ է, այս հեռախոսազրույցը որ տարածվել է, սա առաջին դեպքը չի, որ ներկայացվում է թե իբր Թրամփն ու Նեթանյահուն իրար հետ կռվում են, բայց իրականում դա Իրանին շեղելու համար է, այսինքն որպեսզի հասկանանք ընդհանուր պատկերը, բոլորը խաղում են։ Այսինքն, տեսեք, մի կողմից այսօր Ստիվեն Միլլերն էր, չէ՞, ասել ըստ բանի, մի կողմից Թրամփը ասում է 3 օր ունեք, մի կողմից տենց անդադ ինչ-որ մամուլում բանա գցում, որ ավելի է լիբերալացնում Ամերիկան իր դիրքորոշումը, ավելի է պատրաստ այսպես բանի եւ այլն, բայց միջուկային ուրանը դա կարմիր գիծ է։ Ինչու, որովհետեւ Թրամփի ռեյտինգը կախված է, ես կարծում եմ առնվազն մինիմում այդ միջուկային հարստացված ուրանի վերցնելուց Իրանի ձեռքից։ Մինիմում դա պետք է անի։ Ես չեմ կարծում, որ Իրանը դրան համաձայնվի, այսինքն համենայնպես այս փուլում, ինչու, որովհետեւ դեռ մենք տեսնում ենք, որ իրենք ինչ որ ռեսուրս ունեն այդ տնտեսական խայտարակ վիճակին դիմակայելու, դեռ վախով, բանով, ժողովրդին խաբելով, այդ ենք ասում, չի ինչ որ զենքի ցուցադրություններ են անում, թե իրենք ուժեղ են, իրենք հաղթել են։ Շատ վատ վիճակ է ասում են այնտեղ իրականում։ Գիտեմ, այդ ասում եմ, բայց ինչ որ ռեսուրս դեռ ունեն, մտածում են կպահեն։ Հիմա եղել են դեպքեր հենց այս ընթացքում, երբ որ այդպիսի հակասությունների մասին խոսալուց հետո 1 օր 2 օր չի անցել եւ հարվածը տեղի ունեցել Իրանում։ Հիմա ոնց որ նման է իրավիճակը ինչ առումով պետք է ինչ եմ ասում զգուշ է պետք լինել այդ հայտարարություններին կամ այդ մոտեցումներին թե բա հիմա այդտեն տարածվում է Նեթանյահուն Թրամփի հետ ինչ որ վիճել է եւ այլն ինչու որովհետեւ հենց սրանից հետո մեկ էլ վաղը կարող է հարվածը հասցվի դրա համար այս հիմա ընդհանրապես տեսեք, այսպիսի լուրերին պետք է վերաբերվել շատ զգուշ, որովհետև մենք այս վերջերս հիշում եք տվեցինք, թե ինչ օպերացիաներ է իրականացրել ռուսական գործակալական ցանցը Փարիզում, Նորվեգիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում ընդհանրապես։ Նաեւ Հայաստանում։ Դե հենց այդ եմ ասում, այսինքն երբեք ոչ մի բան միանշանակ ընդունել չի կարելի։ Օպերացիաները կարան այնքան տարբեր լինեն, օրինակի համար, հա, կարան ցույց տան, որ իրանք իրար հետ կռվում են,
ուրեմն կոպիտ եմ ասում, կարան ցույց տան, որ իրանք իրար հետ կռվում են, բայց նախապատրաստում են հարված։ Դա շեղելու համար է, թուլացնելու համար է, հա, որպեսզի ասենք, օրինակի համար իրանք համար կարևոր դեմքերը վաղը չփախկվեն, սկսեն տենց ոգևորված եւ այլն, հա։ Ու այդ այնինչը փորձում են շատ ճշմարտանման, հա։ Կարա այնպես լինի, որ կոպիտ ասած այն ուժը, որը դեմ է, այսինքն կոպիտ ասած, տեսեք, կոպիտ ասած ինչ որ Թրամփը ասենք թե Թրամփը կամ Պուտինը ինչ որ մեկին չեն ուզում որ ընտրվի, կոպիտ ասած, հա, կներեք, ուզում են որ ընտրվի, այդ իրանց համար օրինակի համար լավ տեխնացու է, ասենք, չգիտեմ, Թրամփը կոպիտ ասած Կուբայում կամ Բոլիվիայում ինչ որ պիտի տեսական օրինակ է, վերում հիպոթետիկ, հիմա կոնկրետ բան չեմ ասում, հա։ Իրանք կարող են ոչ թե իրականում, այսպես ասած, այդ օպերացիաները իրականացնել ոչ թե աջակցելու ուղիղ այդ տեխնացուին, այլ կարող են այնպիսի օպերացիա իրականացնել, որ տպավորություն ստեղծի, որ իրանք այդ տեխնացուի դեմ են, որովհետև իրենք հաշվարկում են կոպիտ ասած իրանց ռեյտինգը կամ իրանց աջակցությունը որքան այդ տեխնացուին օգուտ կբերի, որքան վնաս կբերի։ Ուզում ասեմ, դու չես իմանա, իհարկե քաղաքականությունը այնքան բազմաշերտ է, երբեք այսինքն պետք է շատ ուշադիր հետևել նշանները տեսնելու, իհարկե կարող ես իմանալ, բայց այդ պետք է շատ ուշադիր հետևել։ Դրա համար հիմա ես ճիշտ ասած ամենայն անկեղծությամբ այս լուրը չէի վերցնի, լուրջ ընդունեի, որ Թրամփն ու Նեթանյահուն այս պահին, որովհետև Թրամփի ռեյտինգի խնդիր կա, ասեմ ինչու։ Ճիշտ է, ուրեմն հետաքրքրական մի բան, ուրեմն վերջին տվյալները հրապարակվեցին 3 մի քանի հայտնի ընկերություններ midterm election-ի հետ կապված, այսինքն միջանկյալ ընտրությունների հետ կապված, ուրեմն հետաքրքրական մի դիտարկում էր, CNN-ը մի շաբաթ առաջ հրապարակեց իրենը, CNN-ը մի փոքր առաջ ընկավ, CNN-ի հարցումներով իրենք էլ էին զարմացել իրենց հարցումներից, Թրամփը 3%, ուրեմն Թրամփը չէ, հանրապետական կուսակցությունը ընդամենը 3% է զիջում դեմոկրատական կուսակցությանը, այսինքն այս ամեն ինչի ֆոնին, այս թանկացումները։ Ընդ որում հետաքրքրականը որն է, բոլոր տվյալները մի հետաքրքիր հարցում էլ է եկել, արդյոք ձեր կյանքը 24 թվականից Թրամփի գալուց հետո, ասենք օրինակի համար, 25-ից արդեն կարելի ասել եկել։ Ուրեմն դե այդ Թրամփի գալուց կոպիտ ասած հետո վատացել է թե լավացել է։ Եվ ուրեմն Թրամփի ընտրվելուց մինչև այս պահը այնպիսի սարսափելի փոփոխություններ ա տեղի ունեցել, հա, չգիտեմ, եթե օրինակի համար Թրամփը նոր էր եկել, մարդիկ ասում էին, որ մեր կյանքը այդպես ոգևորության եւ ինչ որ բաների վրա լավացել է, ասենք դրանց թիվը կազմում էր 46-ից 50%, ենթադրենք։ Հիմա 14%-ն է ասում, որ իր կյանքը լավացել է Թրամփի օրոք եւ 60-70% ասում է, որ իրենց կյանքը վատացել է։ Իսկ դուք գիտեք, որ Միացյալ Նահանգները բայց այդ ամենայնիվ իրենք ընդամենը 3% հենց այդ եմ ասում, այսինքն գլխավորը Միացյալ Նահանգներում տնտեսական ցուցանիշն է, բայց CNN-ի տված տվյալով սխալմունքի մեջ է, դուք գիտեք Միացյալ Նահանգներում 4-5%-ից ներքև եթե լինում է, դա արդեն նշանակում է հավասար են շանսերը։ Կամալա Հարիսին էլ շատ փոլեր տալիս են, որ 2%-ով ավել է Թրամփից։ Հիշում եք, պարտվեց եւ պարտվեց բավականին լուրջ, հա։ Դրա համար այս ամեն ինչին պետք է հասկանալ, որ Թրամփը, հա, եւ նոր փոլերը որ եկել են, օրինակ New York Times-ին արդեն տալիս է 10%։ Եվ ըստ էության CNN-ը արդարանում էր 3, թե ոնց է տես, որտեվ մի քանի, ուրեմն տեսեք, ամենացածրը, պատկերացրեք 5 ընկերություն ա տվել, ամենացածրը ուրեմն 5% է, ամենաբարձրը 10% է, որ պարտվում են, այսինքն սխալմունքից արդեն շատ դուրս է։ Ընդ որում, եթե տեղի է ունենում տարբերությունը 3%-ով, դեմոկրատները ընդամենը 6-7 ձեն են կարողանում վերցնել, իսկ դա փոքր մեծամասնություն է, ոնց որ հանրապետականները փոքր մեծամասնություն են։ Եթե պարտվում են 10%-ով, դա արդեն 20-30 ձենի տարբերություն է։ Այսինքն դրա համար պետք է այս հարցում ուշադրել։ Այս վերլուծություններն էլ պետք է լինի յուրաքանչյուր ղեկավարի ուշադրության կենտրոնում եւ համապատասխան գործողությունների գնա, այնպես որ չի բացառում, որ հանկարծ վաղ արթնանանք ու իմանանք, որ արդեն տվյալը որ տալիս են, եթե արդեն Թրամփ հարցումներ կան, որ 10% է պարտվում, սա նշանակում է, որ Թրամփը այնպես պետք է ավարտի Իրանը, որտեղ սա արդեն լուրջ ազդանշան է։ Մանավանդ որ ֆելդմարշալը գնաց այսօր Իրան, իր սխալը ճշտելու երևի, տեսնենք թե արդյունքում ինչ է լինելու կամ հակառակը։ Ես չեմ կարծում սխալը ճշտելու, իսկ հիմա իրանք Պակիստանի շահն են հետապնդում, որովհետև իրանք չեն ուզում, որովհետև իրանք շատ լավ համագործակցում են Իրանի հետ տակից, ինձ թվում է գնացել են մտածեն ոնց կարան էլի մի քիչ ժամանակ շահեն կամ ոնց կարան փորձեն Իրանի համար լոգիստիկ նոր ուղիներ բացեն, որովհետև գիտեք արդեն 90-ից ավել նավատանկերներ են ամերիկացիները հետ ուղարկել։ Շնորհակալություն, ցավոք մեր ժամանակը սպառվեց, ցտեսություն, կհանդիպենք վաղը Արմենի հետ արդեն YouTube-յան լայվում։ Հաջողություն։